Հիմա 10 պատկերացրու 18 թիվն է, 19 թիվն է, չէ՞։ Հիմա ասում ենք Նիկոլ Փաշինյանը եւ ՍԴ-ի դեմ արշավ սկսելու մտադրություն չուներ, Արադ Միրզյանը գնացել էր, ասում էր ՍԴ-ն Նույնակ հերքում էին, հա։ Հիմա այդ Արադ Միրզյանն էր ասում, Ադրբեջանի ԱԱԾ աշխատողները որ գնացել են գործի, ասում են մենք պիտի պատերազմական գործողությունով Արցախը վերցնենք, չէ՞, դա մեր երկրի գլխավոր նպատակներից մեկը։ Եվ վերցինք հետո ինչ պիտի լինի։ Պիտի պայմանագրա իրավական ձևակերպումը լինի, չէ՞, խո մենակ վերցնելով չի։ Հայաստանը դա պիտի պաշտոնապես նաև հանձնի։ Ցանկացած պայմանագիր ըստ Հայաստանի սահմանադրության պիտի վավերացվի, որ իրավական ուժ ունենա։ Վավերացումից առաջ սահմանադրական դատարանը պիտի տա դրական եզրակացություն։ Եթե սահմանադրական դատարանի եզրակացությունը բացասական է, ազգային ժողովը չի էլ վավերացնում այդ փաստաթուղթը։ Ուրեմն այդ օղակում առանցքային մարմիններից մեկը սահմանադրական դատարանն է։ Ու այդ անվտանգության ծառայության մայորը նայում է ՍԴ դատավորների կազմը։ Ասում է Հրայր Թոմասյան, դա այդ որոշում կայացնող չի, Արվինա Գյուլումյան, դա կայացնող չի, Արևիկ Պետրոսյան, դա կայացնող չի, Աշոտ Խաչատրյանը կարելի է վրան աշխատել։ Այս մեկը, չէ՞, վերլուծում են, չէ՞։ Հիմա դնում են, չէ, ՔՎ չկա, 5 մարդ պիտի առնվազն կողմել այդ 9-ի մեջ իրանք 5-ը չունեն։ Ու խնդիր են դնում, ասում են պետքա առաջի քայլում սահմանադրական դատարանում իշխանությունը հակառակ դեպքում պատերազմն է անիմաստ։ Եթե մենք պատերազմ անենք, պայմանագիրը գրեն ՍԴ-ն ասի պայմանագիրը սահմանադրության համապատասխանող չի։ Այդ պատերազմի իմաստը էլ ո՞րն է։ Մենք զոհ ենք, չէ՞ տալու պատերազմին։ Ժամանակագրություն ասեմ ձեզ։ 20 թվին սահմանադրական դատարանի process-ը սկսել է սահմանադրական փոփոխություններ։ Դատավորները նշանակվել են նոր կազմի այդ 3 հոգին։ Սեպտեմբերի 13-ին պատերազմը սկսել է սեպտեմբերի 26-ին։